ենք ձեզ մի քանի հարցադրումներ հղել, եթե չեք շտապում։ Բայց շատ արագ։ Պարոն նախագահ, ամփոփելով ընտրական process-ը, ինչ զգացում ունեք այսօր, երբ փաստացի ձեր բոլոր կանխատեսումները, ձեր գործընկերներին ուղղված ձեր զգուշացումները ընտրական process-ի վերաբերյալ իրականություն են դարձել, ինչ եք կարծում, օրինակ ձեր առաջարկած օրակարգը impeachment-ը այլ հանգրվանի կբերեր։ Ես դրա համար ուրախ չեմ։ Եվ հիմա չեմ կարծում, որ իմաստուն է դրա մասին խոսել։ Հիմա քաղաքական այն ուժերը, ովքեր անցել են խորհրդարան, այսինքն ում սատարել է մեր ժողովուրդը չափով, նրանք պետք է որոշում կայացնեն, եւ մենք բոլորս պետք է որոշմանը ենթարկվենք, մենք բոլորս պետք է այդ որոշումները իրականացնենք։ Ինչ հնարավորություն եք տեսնում այդ ուժերի համար, այս պահին, այս փուլում, այս համատեքստում։ Շատ տարբերակներ չկան, կամ մանդատները ստանում են գնում են խորհրդարան, կամ հրաժարվում են մանդատներից։ Այդ երկու ձևերի մեջ, երկու երկերի մեջ կան եւ առավելություններ, կան եւ բացասական կողմեր, բայց խնդիրը ձև ընտրելը չի, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է։ Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության։ Մի հստակեցում էլ կներեք, իհարկե, փողոցի օրակարգը այսօր իրատեսական է։ Փողոցը միշտ էլ օգտակար է։ Կարող է իրավիճակ փոխել այս փուլում։ Չգիտեմ, դա կախված է ոչ միայն մեզանից, դա կախված է նորից եմ կրկնում այն ուժերից, ովքեր ստացել են բավականաչափ մեծ սատարում մեր ժողովրդի կողմից։ Պարոն նախագահ, ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք անցկացված ընտրությունները, ինչ դիտարկումներ ունեք։ Կարծում եմ, որ մեկի համար գաղտնիք չի, որ եւ նախընտրական փուլում եւ քվեարկության օրը տեղի ունեցել մասսայական խախտումներ եւ կարծում եմ, որ եթե մենք օրինակ 17 թվականին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդները անպայման կֆիքսեին հետեւյալ նախադասությունը, որ եւ նախընտրական փուլում եւ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Բայց ես չեմ ակնկալում, որ հիմա այդ դիտորդները այսպիսի արձանագրում կանեն, հասկանալի պատճառներով չէ, որովհետեւ այդ նախընտրական փուլում իրենց քաղաքական ղեկավարները ամբողջական սատարում են հայտնել այսօրվա իշխանություններին եւ կարծում եմ դա այդ մարդկանց կաշկան է։ Ամեն դեպքում արձանագրումներ արվել են, նշվել են նաև վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերի։ Այդ մի բան է, երբ որ ասինքն թեթև տենց նշում են, այդ էլ չէի կարող ընդհանրապես չնշել, որովհետև դե շատ ակնհայտ էր էլի։ Իմ ասած ձևակերպումը դա այն ձևակերպումն է, որ ընդհանրապես դիտորդները տալիս են վատ ընտրությունների։ Իսկ վերահաշվարկ առհասարակ ինչ-որ իրավիճակ կարող է փոխել։ Այո, ես վստահ եմ, որ վերահաշվարկի արդյունքում Բարգավաճ Հայաստանը կստանա մանդատներ, իսկ եթե չէ, ապա անհասկանալի կլինի։ Պարոն նախագահ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է փողոցային պայքարի։ Հանրապետական կուսակցությունը, նորից եմ ասում, պատրաստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, ովքեր ստացել են մեր ժողովրդի քվեն բավականաչափ մեծ չափերով։ Պարոն նախագահ, Նիկոլ Փաշինյանը դեմ էր ձեր երրորդ անգամ ընտրվելուն եւ այսօր արդեն երրորդ անգամ տեսանք, որ նա ընտրվեց։ Այս մասով ձեր գնահատականը։ Նախ ես երրորդ անգամ չեմ ընտրվել։ Երրորդ ժամկետ չեմ ընտրվել, որովհետև ես երկու ժամկետ եղել եմ հանրապետության նախագահ, երրորդ ժամկետը դա նախագահի ժամկետ չէ, դա իրենց կողմից հնարված քարոզչական թեզ էր։ Եվ չեմ կարծում, որ ինքն էլ հիմա երրորդ ժամկետ ընտրվում, որովհետև նախկին երկու ընտրությունները եղել են ոնց արտահերթ։ Այնպես որ երրորդ ժամկետի խնդիր չկա։